Տեսեք, երբ որ ասեցին, որ ձևավորվել է 10 հոգանոց քննչական խումբ Սամվել Կարապետյանի մեկ նախադասությունը վերծանելու համար, ինձ թվաց դա զավեշտ է, չհավատացի, հիշեցնեմ խոսքը որ նախադասության մասին է, որ Սամվել Կարապետյանը շատ հանգիստ որպես հայ առաքելական եկեղեցու մշտական հովանավորներից մեկը, որպես հայ առաքելական եկեղեցու զավակ ասել է, որ եթե քաղաքական դաշտը չկարողանա այս կոնֆլիկտը հաղթահարել, հարթել, կամ լուծել այս կոնֆլիկտը, մենք էլ մեր ձևով կմասնակցենք եւ ահա, սիրելի հայրենակիցներ, ուշադրություն, մենք էլ մեր ձևով կմասնակցենք ձևակերպումը վերծանելու համար, տպավորություն է, թե դա մայաների սեպագիր արձանագրություններ կամ չգիտեմ ինչ էր, Նիկոլի հրահանգով ստեղծված քննիչների 10 հոգանոց խումբը վերծանել է այդ սեպագիր արձանագրությունը եւ որոշել է, որ մենք էլ մեր ձևով կմասնակցենք, դա ուրեմն իր մեջ պարունակում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր։ Ես օրինակ, որ վերծանեի, որ կարող է Սամվել Կարապետյանի մասնակցությունը եկեղեցու պաշտպանությանը, օրինակ հայ առաքելական եկեղեցու ավելի հեսա կտենաս ինչը ոնց է լինում, այդ մի քանի գրառումներով ըստ էության հաստատեց, որ ինքն է ուղղակի հրահանգ տվել իրավապահ համակարգին սպեցնազին Սամվել Կարապետյանի դեմ այս նողկալի ակցիան կատարել եւ այո, ինքը հրահանգ է տվել Աբազյանին, մեր ունեցած տեղեկությամբ օգտագործեմ Նիկոլ Փաշինյանի տերմինոլոգիան, ըստ օդում կախված լուրերի մասկի շոու կազմակերպել, սենց տապալել, սենց բերման ենթարկել, որ Նիկոլ Փաշինյանը տանը նստած նայի եւ իր սիրտը փառավորվի եւ ԱԱԾ-պետը պահպանելով երևի ողջախոհության ինչ որ մի մասնիկ ԱԱԾ տնօրենը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորող այդ տեսանանը։ Չէր կարող ԱԱԾ ղեկավարը հրաժարվել իր։ Դե ես էդ եմ ասում, կարող էր հրաժարվել, եթե բացեք կանոնակարգը, այն հրամանները, որոնք ուղղակիորեն ապօրինի են եւ հակասում են օրենսդրությանը, ցանկացած պարեկ անգամ կարող է հրաժարվել կատարել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել ԱԱԾ նախկին պետերից մեկի Վանեցյանի ասածը, որ Նիկոլ Փաշինյանը իրեն հանձնարարել էր, հիշում եք Իջևանում ասել էր, ես ուզում եմ տեսնել հոսող արյան գետեր եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երեք Սամվել Կարապետյանի տան բակում ուզում էր տեսնել իր հոգին փառավորող մի տեսարան եւ բարեբախտաբար ԱԱԾ-պետը պահպանել էր տնօրենը ողջախոհության մի սիսեռահատիկ հրաժարվել է դա անել, ինչի համար այսօր զրկվել է պաշտոնից։ Ես կոչ եմ անում բոլոր պաշտոնյաներին հրաժարվել կատարել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանները, ինչը կոչ եմ անում նաեւ ստեղ 5000 շարքով շարված ոստիկաններին, ինչ Աբազյանին հանգիստ է ուղարկել, ասում է Նիկոլ Փաշինյանը, շատ է ժողովրդին 5 տարի։ Դե բնականաբար միակ մարդը, որ պիտի գնա հանգստի քրեակատարողական հիմնարկում, դա Նիկոլ Փաշինյանն է։